Եթե վերապար հայրապետը գնային ճանապարհով, որ օրինակ ասել է Գագիկ Ծառուկյանը, հայտնվելու է Գագիկ Ծառուկյանի կարգավիճակում։ Իրենք ոչ թե պետք է լինեն ոչը, իրենք պետք է լինեն հավաքել կանխողը։ Եկեք, կապի դուրս եկեք մեր հետ։ Փորձենք համատեղ մասնակցությամբ ձևավորել միասնական ոչի, ոչ ապակին պատրանքի հարթակ։ Բայց քանի որ լռում են, Փաշինյանի ախորժակի գնալու մեծանում է, Փաշինյանը գնալու է իրենց հետևից։ Բանակում բազմաթիվ բարեփոխումներ են տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք։ Բայց իրենք արել են ու մեր բանակը ժամանակակից եւ գերազոր բանակ է, որպեսզի ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ապահովում է, չի ապահովում։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մարտական եղբայրություն միաբանությունում ենք եւ պատմական շաբաթ հաղորդումը այսօր փորձելու ենք ներկայացնել ձեզ մարտական եղբայրություն միաբանության անդամ ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր անդամ Մասիս Շիրոյանի հետ ես մեդիախմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանն եմ եւ քննարկելու ենք մեր կարծիքով պատմական իրադարձությունները այս շաբաթվա ողջույն Մասիս ջան։ Շատ ուրախ եմ որ այսօր միասին ենք վարելու, որովհետեւ դու նաեւ ունես ռազմական փորձ եւ այսօրվա մեր հարցերի մեջ բավականին մեծ դեր են ռազմական բովանդակություն ունեցող խնդիրները։ Շտաբի պետի եւ մամուլի խոսնակի։ Դրանով թերևս եզրափակենք հաղորդումը, սկսենք ամենաթեժ այս պահին ուշադրություն գրավող իրադարձությամբ, մեկնարկում է կաթողիկոսի դեմ դատական process-ը։ Սա թերևս կարելի ասել պատմականորեն աշխարհի պատմության մեջ եզակի երևույթ է, որովհետեւ գործող կաթողիկոսի դեմ ներկայացվել է դատական process, այսպես ասած աշխատանքային օրենսգիրքը խախտելու հիմքով։ Ուրիշ բան չենք կարող ասել, որովհետև ուզում են, որ կաթողիկոսը չեղարկի իր որոշումը եպիսկոպոսներից մեկին կարգալույծ անելու եւ եպիսկոպոսությունից, այսինքն այդ պաշտոնից ազատելու մասին, բայց նշենք, որ ոլորտը չի ենթարկվում, առհասարակ չի ենթարկվում աշխարհիկ օրենքներին։ Նախ սկսենք նրանից, որ այո, եկեղեցին ինքը գործում է համաձայն իր կանոնագրքի, իր որոշումներն ունի ու դա նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ է ֆիքսված, որ հայ առաքնակ եկեղեցին ունի տեղն ու դերը, բայց ինքը առանձին կառույց է։ Այո։ Իր ներքին կանոններով դրա համար պետությունը իրավունք չունի, որովհետև եկեղեցում առասարակ ծառայություն է, ոչ թե աշխատանք, կան իհարկե եկեղեցում աշխատողներ, բայց դա չի վերաբերում հոգևոր սպասավորներին։ Հիերարխիկ կառույցը լրիվ ուրիշ բան է եւ ուրիշ օրենքներով է։ Հոգևոր կառույցը մի բան է, հոգևոր կառույցին կից, այսինքն աշխարհի օրինակ եկեղեցին ունի խանութ, որտեղ որ աշխատողներ կան, որը արդեն ըստ օրենքով է։ Ունի գրահրատարակչություն, ունի բանկերի եկեղեցիների վերանորոգման աշխատողները, որոնք որ աշխատանքային պայմաններով կարող են շահարկվել, քննարկվել, խնդիրներ լինել, ինչ որ տեղեր կարող են իրար չհասկանալ եկեղեցին հայցով դիմի եւ եկեղեցու դեմ հայցով դիմի օրինակ աշխատողները չգիտեմ որ ինչ որ խնդիրներ առաջանում, բայց եկեղեցու ներքին այդ հարցերը, այսինքն որը վերաբերում է հոգևոր ծառայությանը ու հոգևոր ծառայողների միջև տեղի ունեցած խնդիրները, դա իրենց կանոնագրքով է լուծվում ու այստեղ արդեն եթե չի խախտվել օրինակ քրեական հանցագործություն տեղի չունեցել, որոշակի խնդիրներ չկան, վարչական հարցեր այստեղ պետք է չլինեն։ Բայց սա հարցի մակերեսային կողմն է, որովհետև մենք հասկանում ենք, որ այս խնդիրները սա ուղղակի առիթներ են, որպեսզի եկեղեցու նկատմամբ արշավը շարունակվի։ Սա մենք տեսել ենք դեռ Փաշազադեի հայտարարության ժամանակ, երբ Փաշազադեն հայտարարեց անցյալ տարվա մայիսին հայտարարեց, որ այստեղ պետք է ղազիաթ ստեղծվի եւ վերադարձած մուսուլման ադրբեջանցիները ունենան իրենց հոգեվոր ծառայությունները իրականացնելու վայր եւ անմիջապես դրանից օրեր անց մենք տեսանք այս հարձակումը։ Սկզբից ավելի մարազմատիկ հիմքով էր, հետո տեսանք, որ դա չեն կարող, այսպես ասած, ընդլայնել, չեն կարող այդ հիմքով ինչ որ բան անել։ Բայց սա առանձին հարց չի, այսինքն երբ որ Փաշազադեն հայտարարեց, երկու ղազիաթի հետ կապված փաստաթուղթեր, չգիտեմ կամ հրամանտվեց, ինչ որ բան ստորագրեց, ասեց, որ իրենք հիմնում են Հայաստանում երկու ղազիաթ, այսինքն թղթի վրա իրանք կան, իրականում հողի վրա չկան, հուսով ենք որ չեն լինելու, ամեն ինչ անելու ենք ամենայն դեպս մենք, որպեսզի դա տեղի չունենա։
Բայց այստեղ սկիզբ դրվեց Հայաստանի այս քաղաքական իրավիճակը, այսինքն ճարտարապետությունը սկսեց կառուցել քաղաքական իրավիճակը։ Այդ ժամանակ հայտնվեց քաղաքական դաշտում Սամվել Կարապետյանը, հայտարարեց, որ իրենց ձևով կլուծեն այս հարցերը, Իմիջիայլոց Սամվել Կարապետյանը եւ իր թիմը մինչեւ այդ պահը խնդիր չեն տեսել Փաշինյանի իշխանության մեջ, այսինքն իրենք շարունակել են համագործակցել, չգիտեմ, շնորհավորել 21 թվականի ընտրություններին շնորհավորեց Կարապետյանը Փաշինյանին, իրենց թիմի անդամներ մինչեւ այդ պահը ֆինանսական աջակցություն են տվել ԿՊ-ին, չգիտեմ, Աննայի հիմնադրամին, ակտիվ իրենք աշխատել են ու խնդիրն առաջացել է իբր թե եկեղեցու հետ կապված հարցում, բայց այստեղ սկսեց կառուցվել մեր այսօրվա քաղաքական դաշտը։ Գծվեց, նշանակվեց Սամվել Կարապետյանը իր թիմով որպես գլխավոր ընդդիմադիր, որովհետև նախկին ընդդիմադիրներ, նախկին նախագահների թիմերը արդեն սպառվել էին ու չէին կարող ակնհայտորեն նույնիսկ ընդդիմություն չէին կարող խաղալ Փաշինյանի համար եւ հետեւաբար այդտեղից արդեն թուլանալու էր Փաշինյանի իշխանությունը, որտեղ անտագոնիստ չուներ ու Փաշինյանը իշխանազրկվելու էր, որպեսզի դա տեղի չունենա, ինքը ընտրեց մեկ խոշոր խաղացողի, նշանակեց իրեն հերթական անգամ գլխավոր ընդդիմություն ու փորձեց արդեն կառուցել սա իմիջիայլոց այս եկեղեցու շուրջ սկսված process-ի շարունակությամբ է տեղի ունեցել։ Մենք հիմա չենք տեսնում, որ այդ նույն Սամվել Կարապետյանի թիմը որևիցե գործուն քայլեր է իրականացնում Փաշինյանի իշխանության դեմ կամ իշխանության արարքների դեմ։ Ես մի փոքր կուզեի հավելել, որովհետև երբ որ նշում է, որ իրենք պիտի առաջնորդեն ոչի ճամբարը, այստեղ արդեն հարց է առաջանում, ինչպես են իրենք հասցնելու նրան, որ առաջանա ոչի ճամբար ունենալու անհրաժեշտություն, հետո արդեն սա ստացվում է, որ իրենց ձևով խնդիրը լուծելը այս ձևն էր։ Սա էր իրենց մի հատ եկեղեցու հարցը քննարկենք, հետո կանցնենք այդ ոչին, ինչը վերաբերում է եկեղեցուն։ Նախ այստեղ են մենք տեսնում խնդիրներ, օրինակ մեր քաղաքական ուժը այս պահին ամեն կերպ հայտարարությունների մակարդակով փորձել է սատար կանել առաքելական եկեղեցուն եւ Վեհապար Հայրապետին, բայց մենք Վեհապար Հայրապետի կողմից չենք տեսնում քայլեր, որը պետք է ժողովրդին ուղղորդի կամ ինչ-որ ուղղություն տա։ Մեծ հարց է առաջ, միգուցե իրենք փորձում են հաշտության եզրեր գտնել Փաշինյանի հետ, դրա համար իրենք աջակցության կարիք չունեն։ Օրինակ, ես որպես հայ մարդ կցանկանայի օրինակ տեսնել, արդյոք Վեհապար Հայրապետը հայ ազգի օգնության կարիքն ունի այս հարցում, որովհետև մենք մի անգամ տեսել ենք, երբ որ Միքայել Սրբազանին ձերբակալում էին, փորձում են ձերբակալել, ժողովուրդը կանեց եւ թույլ չտվեց, որ Միքայել Սրբազանին ձերբակալեն։ Հետո Վեհապար Հայրապետի հորդորով Միքայել Սրբազանը գնաց եւ հանձնվեց։ Այո։ Այսինքն իրենց քայլերն են մեզ հուշում, որ չգիտեմ, իրենք միմյանց հետ միգուցե փորձում են պայմանավորվել, դեռ չի ստացվում, բայց հույսերը են փայփայում, որ կստացվի։ Իմ համար սա զարմանալի իրավիճակ է, որովհետև եթե Վեհապար Հայրապետը գնային ճանապարհով, որ օրինակ գնացել է Գագիկ Ծառուկյանը, հայտնվելու է Գագիկ Ծառուկյանի կարգավիճակում, այո։ Այստեղ ունի շատ մեծ հնարավորություն չգնալ այդ ճանապարհով, որովհետև ամեն դեպքում եկեղեցու հեղինակությունը անվիճելիորեն գերազանցում է, նույնիսկ անհամեմատելի է։ Իմիջիայլոց եկեղեցու հետ կապված բազմաթիվ խնդիրներ, երբ որ Փաշինյանն փորձեցին ամենակեղտոտ ձևով, չգիտեմ, եւ պիտակավորելով եւ, չգիտեմ, անձնական ինչ-որ հարցեր հանրայնացնելով, վարվել ու եկեղեցու վարկանային շրիչ հասնել, հայ ժողովուրդը չտրվեց դրան, այսինքն չգնաց դրա հետևից եւ ավելի զուսպ իրեն դրսևորեց, ասեց, որ դա իրենց անձնականն է, մենք չենք մտնում այդ տիրույթ, իրենք հասկանում որ սա ավելի խորքային հարց է ու այդ բամբասանքների, չգիտեմ, նույնիսկ եթե խնդիրներ կան, այդ խնդիրների դեպից չգնաց, որովհետեւ հասկանում են, որ դիմացից սա ուղղակի թշնամական օրակարգ է ու հայ ազգը իրեն դրսևորել է մաքսիմալ ճիշտ։ Հիմա հերթը եկեղեցունն է։ Եկեղեցին պետք է ասի ինչ է ակնկալում հայ ազգից, որովհետև լռելով ինքը իրեն դատապարտում է, ասում Գագիկ Ծառուկյանի ճակատագրին։
լրությունն է, որ բերում է նոր հանցանքների, այսինքն ազատում է իշխանության ձեռքերը, որպեսզի գործեն ավելի մեծ հանցանքներ ու չպատժվեն դրա համար։ Հիմա իրենք պետք է դուրս գան եւ կոնկրետ ուղերձ թե ինչ են ակնկալում հայ ազգից, որովհետեւ բոլորը մուտքերը փակել, թե ինչ որ ուղերձներով հանդես գալ, վիդեո ուղերձներ տեսակրել, ինչ որ մի բան, եւ այդ ամեն ինչը համակարգված, որովհետեւ քաոտիկ շարժումները տեսնում ենք, որ որևէ արդյունքի չեն բերում։ Իրենց հարցն է, մենք տեղյակ չենք իրենք ինչ են խոսացել, ինչ խնդիրներ իրականում կան։ Դրա համար իրենք կարող են ավելի ճիշտ ուղղորդում տալ, որովհետեւ քաոտիկ հնարավոր չի եկեղեցուն պաշտպանել։ Սա իրենք պետք է առաջնորդեն, իրենք պետք է նախաձեռնեն, չգիտեմ, եկեղեցական խորհուրդ իրականացնեն, ժողով կամ չգիտեմ, ուղղակի վեհապար հայրապետը միանձնյա փորձի առաջնորդի իմպերատիվ ձևով ուղղորդի, բայց լռում են, իրենք մեծ հաշվով լռում են, իմ համար սա ցավալի է ու մենք օրինակ չգիտենք ինչ անենք։ Ուղղակի գնալ դատարանների դիմաց կանգնել, ասել սատարում ենք, սա ոչ մի հատ չի կարգավորություն չի ունենում։ Բայց ամեն դեպքում նշենք, որ մի էական տարբերություն կա Գագիկ Ծառուկյանի եւ այս process-ի մեջ, որ Ծառուկյանը ամեն դեպքում խոցելի անկախ այս կոնկրետ դատական process-ից ինքը կարելի ասել, որ այն թվականներին է հարստացել, որ ամենայն հավանականությամբ դարակներում իր նկատմամբ կլինեն բավականին լուրջ հաստափոր մատյաններ, որ կարող են օգտագործվել իր դեմ, մինչդեռ վեհապարը գիտի, որ այս այն գործը, որով իրեն կանչել են դատարան, միանշանակ տապալված գործ է։ Դա նույնիսկ քննարկելու խնդիր չի։ Խնդիրը ուղղակի ճնշում գործադրելն է։ Ծառուկյանին էլ մի քանի этаպով ճնշեցին, վերջում մենք տեսանք ինչ արեցին, ու մենք տեսանք, որ օրինակ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը գնացին եւ վերցրեցին բայական մանդատները։ Ամենքը մեկական վերցրեցին, հիմա դուրս են եկել 5-ն մնաց ԿՊ-ին։ 5-ը Հա, 5-ը ընդհանուր էր ճիշտ որ, այո։ Մեկական մանդատները ընդդիմադիր ֆրակցիաները ստացան, 3-ը ու վերցրեցին ընդդիմադիր ֆրակցիաներն էլ մանդատները։ Ընկերոջ մանդատներն է ու այսպիսի դեպքերը ասում ծնում են ավելի մեծ հանցանքներ։ Այ հենց այս կոնտեքստում է նաև ադրբեջանական մեկ այլ պահանջի հետաձգումը, որի արդյունքում տեսնում ենք ինչ որ ջղաձգումներ, որպեսզի կարողանան Ադրբեջանի հերթական պահանջը ինչ որ ձևով բավարարել, ԿՊ-ն պիտի ունենա ինչ որ ձևով մեծամասնություն։ Այդ 3 մանդատի մասին խոսեցինք, արդեն դա ինչ որ մի առավելություն տալիս է, բայց ամեն դեպքում բավարար չի։ Սահմանադրական մեծամասնություն չունի, որպեսզի հրավիրի Ադրբեջանի պահանջած հանրաքվեն։ Մեզնից իդեպ մի հատ էլ են հանրաքվե պահանջում, դրան եւս կանդրադառնանք։ Հիմա սա հենց այն մեղն է, որ ամենայն հավանականությամբ առավել կարևոր է լինելու մեր պատմության մեջ, շրջադարձային է լինելու եւ հենց դրա վրա էլ մարտականը հենվելով փորձելու է կառուցել իր առաջիկա ամիսների, գուցե տարիների աշխատանքը, որովհետեւ եթե մենք չկարողացանք դիմակայել այս կետում, ամենայն հավանականությամբ դրվելու է վերջի սկիզբը։ Չգիտեմ, դրանից հետո շատ ավելի վատ դիրքերից ենք պայքարը փորձելու իրականացնել։ Դեռևս 2024 թվականից մենք կարելի ասել ամեն շաբաթ այս հարցին անդրադարձել են, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն։ Մենք սրա մասին այնպես չէ, որ շատ խելացի ենք կամ ինչ, ուղղակի հետևում ենք Ադրբեջանը ուղիղ ասում է, այստեղից արձագանք չկա, մի բան իրենք հաստատում են, ասում են, որպեսզի պատերազմ չլինի, ու այս խնդրի մասին բարձրացնել ենք, ասել են, որ մենք լինելու ենք ոչի ճակատը։ Հիմա 6 ձայն պակասում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նոր սահմանադրության հարաքվե դնի։ Հարաքվեի համար իրեն հարկավոր է 6 ձայն ընդդիմադիրներից։ Ընդդիմադիր ֆրակցիաները եւ Իշխան Սաղաթելյանը եւ Նարեկ Կարապետյանը իրենք ասում են, որ իրենք ոչի հարթակ են կամ ոչի շտաբ են կամ ոչի ճակատ են։ Բայց
Բայց դա ի սկզբանե իրենք փաստում են, որ իրենք արդեն տապալվել են, որովհետև առանց իրենց այդ 6 ձայնի հնարավոր չի իրականացնել հանրաքվե։ Իրենք ոչ թե պետք է լինեն ոչը, իրենք պետք է լինեն հանրաքվեն կանխողը։ Բացատրենք մի փոքր, հա, այստեղ այդ 6 ձայնը ԿՊ-ն պիտի որսա, այսպես քաղաքական տերմինով ասած, անասնագողությամբ պիտի տանի ընդդիմադիրների ձայներից։ Մենք տեսանք իհարկե, որ ընդդիմադիրները իրենց շարքերը մաղեցին ահագին, ինքնաբացարկներ հայտարարվեցին դեռ մանդատները վերցնելուց առաջ, բայց ելի իրենք վստահ չեն իրենց անդամների վրա։ Կամ արդեն իսկ ունեն համագործակցության ծրագիր։ Ըստ այդմ իրենք արդեն որոշել են, որ հարցը եկել կանգնել է ոչի ճակատ ձևավորելուն եւ իրենք ընդդիմության այդ խորհրդարանական հատվածը ձախողած փորձում են մտնել արդեն դրսի ոչի ճամբարի ղեկավար դառնալ։ Իմիջայլոց հարաքվեն դնելու համար հարկավոր է այդ 6 ընդդիմադիր պատգամավորի ձայն։ Հիմա հարաքվեն դնելու համար քվեարկությունը փակ, այսինքն ազգային ժողովը պետք է դնի փակ քվեարկություն, որպեսզի պարլամենտական ուժերը մեկը մյուսին ընդդիմությունից, էլի մեկը մյուսին չմեղադրի, մենք ասում ենք, որ դուք եթե այդ օրը գնաք պարլամենտ եւ մասնակցեք քվեարկությանը, դուք արդեն լեգիտիմացնելու եք։ Հետո մեկը մյուսի վրա եք գցելու, թե ումից այդ 6 դավաճանը դուրս եկան։ Այո։ Բայց ձեր գնալով արդեն դուք ֆիքսելու եք, որ դուք դավաճանել եք։ Այլ տարբերակ չկա։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մարտական եղբայրության միաբանությունը եւ որոշ քաղաքական միավորներ, ուժեր այս պահին ակտիվ քննարկումների փուլում են եւ նաեւ մենք կոչ ենք անում մեզ միանալ բոլոր այն քաղաքական, հասարակական խմբերը, անհատները, ովքեր որ համարում են, որ պետք է միասնական գործել ընդդեմ արտաքին պարտադրանքի, այսինքն ցանկացած արտաքին պարտադրանքի, ոչ միայն Ադրբեջանի կողմից պարտադրվելիք այդ սահմանադրական հարաքվեին, այլ նաև օրինակ Ռուսաստանի կողմից, երբ որ առաջ է քաշում հարաքվեի հարց եւ նման այլ հարցերի, այսինքն դրսից եկող վաղը մյուս օր միգուցե Եվրոպայից գա նման պարտադրանք կամ ԱՄՆ-ից գա, մենք ցանկացած տիպի արտաքին պարտադրանքներին դեմ ենք։ Դրա համար առաջարկում ենք, որ եկեք կապի դուրս եկեք մեր հետ, փորձենք համատեղ մասնակցայնությամբ ձևավորել միասնական ոչ արտաքին պարտադրանքի հարթակ։ Հիմա սրա հետ կապված էլ մեր առաջարկը հետևյալն է, որ կան կարմիր գծեր, այսինքն պարլամենտական ուժերին բացառում ենք, հանրապետական կուսակցությունը բացառում ենք, մնացածի հետ պատրաստ ենք երկխոսելու, ընդհանուր հայտարարի գալու։ Մեր առաջարկը հետևյալն է, որ հարթակում քաղաքական միավորները եւ անհատները, այսինքն հանրային դեմքերը, ունենալու են մեկ տեղ, մեկ ձայնի իրավունք, այսինքն որևիցե քաղաքական միավոր կամ անհատ չի ունենալու առավելություն մյուսի նկատմամբ։ Մենք ձևավորելու ենք հայկական քաղաքական խրամատը, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը քաղաքական ֆրոնտում։ Այլապես այս ամեն ինչը կառավարելու են պարլամենտական ուժերը, որոնք որ լեգիտիմացնելու են Փաշինյանի կողմից բերված, իսկ իրականում Ադրբեջանի կողմից բերված մեր սահմանադրությունը։ Փորձելու են դա հրամցնեն ու սկսեն Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթացը։ Երբ որ սա մենք հայտարարում ենք, սա շատերը մտածում են մենք գույները խտացնում ենք, բայց ի տարբերություն մեր քաղաքական մտքի, այսինքն այս բան ովքեր մեզ կառավարում են կամ սրանից առաջ, Ադրբեջանում, Թուրքիայում մարդիկ մտածում են ավելի երկարաժամկետ եւ իրենք երբ որ տեսնում ենք պատմությունը, վերջին 1000 տարվա ընթացքում հետևողականորեն գնացել են հայերին ազերկելու process-ով, այսինքն հայկական էլեմենտը տարածաշրջանում գնալով նվազել է։ Վերջին Արցախի դեպքներ, ու իրենք հետևողական են այս ամեն ինչին։ Իրենք այս համադրությունն են փորձում փոխել տալ, մյուս հարցերն են փորձում առաջ տանել, որպեսզի գնալով ազգությամբ հայերին հեռացնեն այս ռեգիոնից։
իրենց հիմնական նպատակը դա է։ Մենք սրան պետք է դիմադրենք եւ կանխենք եւ հակառակը փորձենք հայկական էլեմենտը հետ վերադարձնենք այն տարածքներ, որ պատկանել է իրականում մինչև այսօր պատկանում է մեզ։ Իրականում, երբ որ Մասիսը ասում է այսպես, մի քիչ բարդ է հնչում, բայց երբ որ նայում ենք վերից, ինչ ծրագրեր ունեն թուրքերը եւ ինչ միջոցներով, ինչ ռեսուրսների հաշվին են իրենք փորձում այդ ծրագրերը իրականացնել, մենք տեսնում ենք, որ այստեղ հայկական ինքնությունը ուղղակի դեր չունի։ Իրենք դուրս են մղելու։ Իրենք արդեն իսկ իրենց գույներով են ներկել մեր տարածքը, մեր քարտեզը, իրենք արդեն թուրքական գույներով են ներկել, թուրանական մեկ ընդհանուր հսկայական երկրի մի հատվածն է։ Էրդողանը արդեն իրեն երևակայում է այն սուլթանատի ղեկավարը, իդեպ սուլթան նշանակում է եւ կրոնական եւ քաղաքական ղեկավար եւ ինքը հենց այդպես էլ իրեն ներկայացնում է եւ աչք փակել այս ամենի վրա եւ ապրել սեփական վարդագույն երազներում ամենավտանգավոր բանն է, որ կարող է հայը անել այսօր ապրելով այս տարածաշրջանում։ Անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումը ավարտելուց հետո կառավարությունը մտադիր է այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Հետի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Նշել է մեր հին ու նոր վարչապետը։ Բան ոչ մի տարօրինակ բան տեղի չունի։ Այսինքն, երբ որ իրենք գնում են կուլակաթափության ճանապարհով, սա 20-ականների վերջն է սովետական միության հետ ժամանակաշրջանն է վերադարձել, երբ որ սկսել են կուլակաթափանել, հետո աքսորել, իրենք այս նույն process-ն են իրականացնում ուղղակի 100 տարի անց։ Եթե դու անընդհատ լռում ես քո շուրջը տեղի ունեցող process-ների վերաբերյալ, աղետը քո դուրն է գալու։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ մինչև անցած տարի մայիս-հունիս ամիսներ, հա, ինքը շարունակել է լռել։ Ինքը չի մտածել այն հարցերի շուրջ, քաղաքական հարցերի շուրջ, միգուցե քաղաքացիական, չգիտեմ, բարեգործական հարցերի շուրջ շատ ակտիվ է եղել, որպես լավ հայ իրականացրել է լիքը գործեր, բայց մենք այդպես էլ չենք տեսել իր քաղաքական մոտեցումները, որտեղ քաղաքական առումով ինքը զերծ է մնացել, անմասն է մնացել ու ինչպես բազմաթիվ մարդիկ մին Գագիկ Ծառուկյանն է զերծ մնացել, ինքը քաղաքական գնահատական չի տվել տեղի ունեցող process-ներին։ Ինքը սատարել է Փաշինյանին, երբ նա գալիս էր իշխանության։ Դրանից հետո էլ տևական ժամանակ ամենայն դեպս ընդդիմադիր կեցվածք չի ունեցել, իսկ երբ ընդդիմադիր կեցվածքով 1-2 դրվագով այսպես թեթև բռնել բաց թողնել սխեմաների մեջ ենթարկվել է թեթև հալածանքների, կարելի է ասել դրված քաղաքական խնդիրներից հետ է քաշվել։ Իրենք առհասարակ այդ նշածած մարդիկ եւ այսօր պարլամենտում գտնվող ընդդիմությունը իրենցից որևէ մեկը քաղաքական գնահատական չի տարվել Փաշինյանի արարքներին։ Էմոցիոնալ, պաթոսային, չգիտեմ, լացակումած ելույթներ լիքն են։ Այո։ Գրականության, չգիտեմ, գեղարվեստական ոճով հայտարարություններ լիքն են։ Քաղաքական առումով իրենք ստեղծում են 0 պրոդուկտ, այսինքն իրենք որևիցե կերպ չեն արձագանքում Փաշինյանի արած գործողություններին ու այլն դրանք չեն առաջարկում։ Այլ կերպ ասած, մեղմ ասած չեն խոչընդոտում, որպեսզի իրականացվեն այն ծրագրերը, որոնք ԿՊ-ն դնում է արդեն բացահայտ։ Մենք նախընտրական փուլում հիմնական կարևորագույն հարցերը հանել ենք, առանձնացրել ենք քաղաքական ուժերը, ով համաձայնվել է հարցազրույցներ արել ենք։ Հիմա այդ քաղաքական հարցերի շուրջ հիմնական կարևոր քաղաքական հարցերի շուրջ այս մարդիկ համակարծիք են Փաշինյանի հետ։ Դրա համար իրենք լռում են, բայց քանի որ լռում են, Փաշինյանի ախորժակն գնալու մեծանում է, Փաշինյանը գնալու է իրենց հետևից։ Զրկելու է ամեն ինչից, որպեսզի հնարավոր ապագայում նախ չձևավորվի որևիցե ընդդիմադիր շարժում, այսինքն կապիտալն է փորձում վերահսկել, երկրորդ ինքն իր շրջապատին փորձում է պարգևատրել, այսինքն ում է տալու հավատարմագրային կառավարման հեծը։ Մենք այսօր տեսնում ենք արդեն Պետրոսյանի էլի։ Հա, մուլտիվելնեսը կամ չգիտեմ այլ կառույցներ, որոնք
պատկանում է Multigroup կոնցեռնին, ինքը տվել արդեն հավատարմագրային կառավարման, կառավարում են եւ շարունակվելու է այս ամեն ինչը։ Դրա խոչընդոտելու համար այս բան այդ քաղաքական ուժերը ունեն հնարավորություն եւ ունեն հնարավորություն ապացուցելու համար, որ իրենք որոշակի քաղաքական, չգիտեմ, կենթանության նշաններ պոտենցիալ ունեն, որովհետեւ իրենց դաշտում է գնդակը, բայց չնայած մենք հավատալ չունենք իրենց նկատմամբ, առհասարակ անցած 5 տարիները դրա մասին են խոսել եւ մենք տեսնում ենք թե Հայաստան դաշինքը, թե ուժեղ Հայաստան այդ կուսակցություն դաշինքը ֆրակցիա խմբակցությունը որ գոյություն ունի, դրա հիմնական մասը պատիվ ունենի կամ, չգիտեմ, հանրապետական կուսակցության հետ կասոցացվող մարդիկ են, որոնց աշխատանքը նույնպես տեսել ենք։ Այնպես որ ասում են Սերժ Սարգսյանը չիմասնակցեց ընտրություններին, դա շատ այսպես հարաբերական է ասված։ Էդգար Ղազարյանը դրա վառ ապացույց է։ Այո։ Բայց ասում են, որ Փաշինյանի ոտքի տակից կարծես հողը փախչում է։ Հիմա նա Ղրղզստանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մասնակցում է եւ հայտարարել է, որ արդեն գիտակցում է, որ ԵՄ եւ ԵԱՏՄ չի կարող միաժամանակ գոյություն ունենալ, որովհետեւ օրենքները իրար փոխադարձաբար հակասում են, բայց այս պահին հայ ժողովրդին դնել այդպիսի ընտրության առաջ ազնիվ չէ, որովհետեւ մենք ընտրության կշեռքի նժարին ԵԱՏՄ-ին հակադրելու բան չունենք։ ԵՄ-ը որպես այդպեսին մեզ դեռ չի առաջարկվում։ ԵՄ-ում մեզ չեն սպասում, այսպես ասած։ Նոր գլխի է ընկել։ Նախ մեր դիրքորոշումն, ասենք, առհասարակ նման հարցերի վերաբերյալ մեր միաբանությունը եւ մեր կողմից ստեղծված կուսակցությունը առհասարակ որևէ կերպ համաձայն չէ կամ դեմ է ինտեգրացիաներին, այսինքն նման կառույցները մեր երկրի խոչընդոտելու են նորմալ զարգացմանը, որովհետև մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում եւ այնպիսի տարածաշրջանում, որ մեզ միայն սահմանափակումներ է բերելու, ավելորդ բյուրոկրատիա, ավելորդ խնդիրներ, մենք առհասարակ դեմ ենք եւ ԵՄ-ին էլ եւ դեմ ենք նաեւ ԵԱՏՄ-ին։ Մեր տեսակետները այդ մասին առանձին հաղորդում ունեցան Կարենը Բաբալյան եւ Աշոտը Տերտերյան եւ իրենք բացատրեցին, որ երկկողմանի հարաբերությունները ամենի սերնդուն են մեր տիպի երկրների համար։ Դա չի նշանակում, եթե ԵԱՏՄ-ին դեմ ենք, օրինակ Ռուսաստանի կամ առանձին Ղազախստանի հետ որևէ կերպ առևտրային կամ, չգիտեմ, միջկառավարական այդ համագործակցությանը, սա դրա մասին չի խոսում, ուղղակի ինտեգրացիաներին ենք դեմ, սա այս մասով։ Այն որ մեր առջև հարց է դրվում արտաքին պարտադրանք կա Ռուսաստանի կողմից, որ գնացեք եւ հանրաքվե իրականացրեք եւ ասեք մեզ դուք ԵՄ եք դնում թե ԵԱՏՄ եք մնում, սա էլ է կեղծորակարգ, որովհետեւ ԵՄ-ից առաջարկ չկա։ ԵՄ-ի մասով Հայաստանում ավելին ակնարկել են, որ չհուսանք մի խումբ Փաշինյանի հետ ասոցացվող իբր թե ընդդիմադիր, բայց այն Փաշինյանի ուղղությունում գործող քաղաքական ուժեր իրականացրեցին ստորագրահավաք, որ հարցը բերեն պարլամենտ եւ ԵՄ-ի հետ կապված օրենք ընդունեն։ Սա ամբողջությամբ խաբեություն էր եւ մոլորեցնում են հայ հասարակությանը եւ նաեւ հարվածի տակ էին դնում Հայաստանի Հանրապետությանը, բայց սա արվել է քարոզչական տեխնոլոգիա էր, Փաշինյանի թողտվությամբ, այնպես չէ որ Փաշինյանը սրա մասնակից չէ։ Միանշանակ դա այդ պահին իրենց համար շատ կարևոր էր, որ հնչեին այդ բառերը։ Հետո ինչ որ դրանց տակ չկար բովանդակություն, հիմք չկար, այսինքն ոչ ոք մեզ ԵՄ-ում չէր սպասում, բայց մենք ինչ որ քննարկում էինք ազգային ժողովը ընդունեց Եվրամիություն, ասոցացնել եւ այսպես լուրջ դեմքով արտահայտություններ էին հնչում, արդյունքում մարդու ենթագիտակցության մեջ մնում էր, որ Փաշինյանը ռուսներից, որ վերջերս մեզ դավաճանեցին եւ հանձնեցին Արցախը, որ իրենց պահպանությանն էր եւ իրենց պաշտպանությանն էր հանձնեցին Արցախը, այսինքն ռուսների նկատմամբ կար ինչ-որ անվստահության այսպիսի դրսևորում եւ ահա Փաշինյանը գնում է դեպի Եվրամիություն եւ մարդիկ այդպես չէին խորանում, որ իրականում անբովանդակ են այդ բոլոր խոսքերը։ Եւ հիմա արդեն երբ որ մի ամբողջ տարի Ռուսաստանից ասել են անբովանդակ է, դուք ինչ հիմք ունեք եւ այլն, դե մի հատ ընտրեք, մենք չենք կարող հանդուրժել եւ այլն, Փաշինյանը գնում ասում է, գիտեք, իրականում այո։ Բայց
ամեն անգամ նորից պետք է հետ վերադառնանք նախընտրական շրջանում արված հայտարարություններին։ Ընդդիմադիր ուժերից երկուսը, գոնե երկուսը, դա Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը եւ Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանը հայտարարել են, որ իրենց չընտրվելու պարագայում Ռուսաստանը մեր դեմ սկսելու է տնտեսական պատերազմ հուլիսին։ Մենք դա տեսել ենք, որ Ռուսաստանը սկսել է տնտեսական պատերազմ։ Այստեղ կա նաև երկրորդ հատվածը։ Փաշինյանն ասում էր, որ եթե ես չստանամ սահմանադրական մեծամասնություն սեպտեմբերին, ամենաուշը սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվելու Հայաստանի վրա։ Հիմա այս հարցի շուրջ ես չեմ տեսնում որևէ բովանդակային քննարկում կամ հարցադրումներ։ Ոնց որ տնտեսական պատերազմով մտնելու ենք իրական պատերազմի փուլ, էլի։ Եթե մենք մտնելու ենք պատերազմի փուլ, ինչ ենք անում դրա համար։ Ինչ է անում օրինակ։ Խորհրդարանում շատ լուրջ ելույթներ են ունենում, շատ հետաքրքիր։ Գնում է դատական շոու, ես այլ կերպ չեմ կարող այդ միջոցառումը անվանել, որովհետև կարելի է դա կանխել շատ ավելի, ինչ ասեմ, պարզ գործողություններով։ Մի քանի պարզ գործողություններ պետք ժամանակին անել եւ մենք չենք հասնի այսօրվան։ Բայց շատ ավելի կարևոր մի հարցի կուզեի, որ անդրադառնայինք, մանավանդ նկատի ունենալով ռազմական փորձառությունը, որ ունեցել է որպես տարբեր դիրքերում, տարբեր կարգավիճակներում, առաջնագծում եւ ուղղակի բանակին մերձ մարդ։ 25-օրյա հավաքների շրջանակում մեր հետ կպարբերականի լրագրողները հավաքագրվել էին եւ իրենց ծառայությունն են անցկացրել առաջնագծում։ Վերադարձին լրագրողներից մեկը որոշել է իր տպավորություններով շատ մեղմ ներկայացնելով, որովհետեւ ինքը իր հոդվածում նշում է, որ շատ ավելին կարելի էր ասել, բայց մի փոքր խոսել բանակի խնդիրների մասին։ Խնդիրների ներկայացմամբ այդ հոդվածը կարծում եմ բոլորը դեռ ծանոթ է, բայց մի երկու բառով ասեմ, որ նշվում էր, որ կային զենքեր, չկային դրան համապատասխան գնդակներ եւ կային գնդակներ եւ չկային համապատասխան զենքեր, կար փայտ եւ չկար կացին, իսկ այնտեղ ցուրտ էր եւ նման բաներ, այսինքն մի շարք կենցաղային, ինչ ասեմ, անտրամաբանական խնդիրներ կարդում ես ու այդ աբսուրդից դու չես կարողանում հավատալ, որ դա 21-րդ դարի մեր պատերազմ մտնող եւ չավարտված պատերազմում ամեն օր ապրող երկրի առօրյան է։ Եվ դրա արդյունքում ինչ եղավ։ Նախ քննադատվեց հետքի լրագրողը, հետո ասեցին, որ անհիմն բաներ է գրում, ինքը անմիջապես ասեց, որ ապացույցներ ունի, այդ անհիմնի մեղադրանքները լրացվեցին, դրանից հետո հաջորդ օրը ՊՆ խոսնակը եւ շտաբի պետը, գենշտաբի պետը գնացին նշված դիրքը եւ նկարահանվեցին թարմ տպած բաներով A4 ֆորմատի թղթերի վրա տպված այսպես որ 72 545 այո բոլոր պարկուճները փամփուշտները տեղում են եւ ամեն ինչ ընտիր է, բայց որոշ բաներ ամեն դեպքում կային, այդպես ընդհանուր ասում են էլի որոշ խնդիրների մասին որ խոսել էր լրագրողը կարող էր խոսել, այո, իրականում խնդիրներ կան։ Նախ այդ նկարահանումները ինչ որ իրենք ցույց են տվել, սկսենք սկզբի հատվածներից, ցույց են տալի մարտական դիրք, որ ամբողջությամբ քարերից է կառուցված։ Իսկ եթե բետոն չես անում, ամուր բետոն չես անում, ավելի լավ է հող անես, քան քար, որովհետեւ դրանք ի սկզբանե արդեն պայթելու եւ բեկորների դառնալու հատկություն ունեն, որը կարող է վնասել։ Ամբողջությամբ գիբուսներ կան, որը ամբողջությամբ քարերով է լցված։ Սա իրենք ցույց են տալիս, որ ինչ որ բան կա։ Ես նույնիսկ չեմ ասում ինչի եք ցույց տալիս, որովհետև գիտեմ, որ գիտեն։ Որ կահավորել ես, այսինքն գեղեցիկ շարվածքով քարեր։ Իհարկե։ Սա անվտանգության հետ կապված է, այսինքն զինվորների համար դրանք այդ խրամատները ապահովության տեղ չեն, այլ հակառակը կյանքին վտանգ է սպառում ցանկացած, չգիտեմ, հրետանային հարվածի ժամանակ։ Այո։ Նույնիսկ հրաձգային զինատեսակներից, երբ որ կրակեն այդ քարերին, ինքը վտանգավոր է։ Ուղղակի վտանգավոր է։ Այս ասում եմ ամենաառաջի հատվածից։ Երկրորդ Հասարակ երբ որ լրագրողը ինչ-որ մի հատ հետաքննություն է արել, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են արձագանքել կամ փորձել հակադարձել կամ ընդունել, բայց որ շտաբի պետը
առավոտ կանող գնա հասնի տվյալ մարտական դիր, որպեսզի ապացուցի ինչ-որ մի բան, սա ուղղակի ցույց է տալիս մեր շտաբի պետի մակարդակը ինչքան ներքև է, այսինքն դու այլ զբաղմունք չունես, որ պետք է արձագանքես լրագրողի հոդվածին, գնաս անձամբ տեղում ինչ-որ բան ցույց տաս, ու ցույց տաս, որ դու այո, այդքան ժողովրդավար ես, այդքան հասարակ ես, քո անելիքները լրիվ այլ են։ Դա նույնն է, ինչ որ Փաշինյանը անձամբ է ստուգում կախիչների ամրությունը։ Շտաբի պետի ու առհասարակ գլխավոր շտաբի հիմնական ֆունկցիան ստրատեգիական եւ տակտիկական պլաններ մշակելն է, այսինքն որ իրավիճակում ինչպես պետք է գործեն, իսկ իրավիճակները անթիվան համար կարող են լինել, իրենք այս իրավիճակում ազատ ժամանակ պետք է չունենան, իրենք պետք է անընդհատ պլաններ մշակեն, այդ պլաններին համապատասխան զորքերին փորձեն զորավարություններ իրականացնել, սկսած ջոկի մակարդակից մինչև, չգիտեմ, բրիգադի մակարդակ, այս գործողությունները իրենք բարբերաբար պետք է անեն, որպեսզի բանակը կարողանա դիմագրավել հակառակորդի նախարարցագործողություն։ Այդ քննադատություններին ի պատասխան հիմա այս տեսանյութի մեկնաբանությունների դաշտում գրել են դուք չգիտեք ամեն ինչ էլ արվում է եւ չպիտի իմանաք, որովհետեւ այդ ամենը ռազմական գաղտնիք է եղավ։ Ես ուրախ կլինեմ, որ ամեն ինչ էլ արվում է, բայց դա պետք է հողի վրա օրինակ մենք տեսնենք։ Մեր կուսակցությունը, ազգային հեղափոխություն կուսակցությունը չեն գրանցել պատճառաբանելով, որ մեր ծրագրի մեջ նշված է հետևյալ կետը, որ 20 թվականի պատերազմից հետո, այսինքն 21 եւ 22 թվականներին Վարդենիսում, Ջերմուկում, Սյունիքում Ադրբեջանի զորքերի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության, իրական Հայաստանի Հանրապետության տարածքները գտնվում են իրենց տիրապետության տակ եւ մենք բանակցային գործընթացով պետք է ադրբեջանական զորքերը դուրս բերենք այդ տարածքներից, եթե մենք լինենք իշխանության։ Դուրս չգալու պարագայում համաձայն միջազգային իրավունքի մեզ հարմար իրավիճակում պետք է իրականացնենք հատուկ ռազմական օպերացիա եւ ազատագրենք թուրքական, ադրբեջանական զորքերից մեր տարածքները։ Սա մեր պետության սահմանադրական կարգի վերականգնումն էր։ Հիմա եթե բանակում այդքան լավ է, ամեն ինչ գնում է իր հունով, Իմիջիալոց 24 թվականից սկսված սահմանազատման գործընթաց։ 24 թվականի սահմանազատման գործընթաց սկսեց։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, չէ՞։ Այո։ Դրանից հետո որևէ գործողություն տեղի ունեցել։ Դե Ադրբեջանը հայտարարեց, որ այնտեղ որտեղ կանգնած է ադրբեջանցի զինվորը, կեսքայլ հետ չի։ 2 տարի է անցել, սահմանազատում տեղի ունեցել դրանից հետո։ Իմ իմանալով մեր կողմից Ադրբեջան հանձնվեցին տարածքներ, ճանապարհ հանձնվեց։ Դրանից հետո իմիջիալոց դայել էր ինքնիշխան Հայաստանի, իրական Հայաստանի ինքնիշխան տարածքներից, որ հանձնվեց։ Դրանից հետո որևիցե քայլ եղել է սահմանազատման ուղղված հրապարակումներում համենայն դեպս նման որևիցե այդտեղ սահմանազատման գործընթաց տեղի չունեցել։ Այն ժամանակ էլ մենք հայտարարել, որ դա կեղծ օրակարգ է, չկա սահմանազատման գործընթաց։ Դա միակողմանի հանձնում է։ Դա հանձնեցինք մենք տարածքներ։ Հանձնեցինք խաղաղ ձևով, հանձնեցինք Ադրբեջանի տարածքներ ու Ադրբեջանը ցույց տվեց իր գերակայությունը մեր նկատմամբ ցույց տվեց, որ ձեր ինքնիշխան տարածքների ցանկացած բան ես կարող եմ պահանջել ու ստանալ։ Պատերազմի սպառնալիքով։ Հիմա փորձել են իրենք արդյոք բանակցային գործընթացով հետ վերադարձնել Ադրբեջանի կողմից գրաված տարածքները։ Չեն փորձել, մենք նման բան չենք տեսել։ Փորձած լինեին, բազմաթիվ անգամներ հայտարարած կլինեին։ Փորձել են ռազմական ուժով դա վերադարձնել, որովհետև բանակում բազմաթիվ բարեփոխումներ են տեղի ունեցել։ Որ ոչ եւ չեն պատրաստվում։ Բանակում բազմաթիվ բարեփոխումներ են տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք, բայց իրենք արել են, ու մեր բանակը ժամանակակից երկերհզոր բանակ է։ Բայց ինչի համար այդ բանակը։ Որպեսզի ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ապահովում է, չի ապահովում։ Հիմա գործողություններն են բնորոշում իրենց կարգավիճակը, ոչ թե ուղղակի հայտարարություններ ու իրար մեջ որ թաքուն խոսան, ասեն դուք չգիտեք, մենք այստեղ, չգիտեմ, ռազմական գաղտնիք այլմոլորականների դեմ կարող ենք պատերազմել, մենք հզոր ենք բան։
հզորեք, գնացեք եւ ադրբեջանական զորքերից ազատագրեք Հայաստանի Հանրապետության տարածքները։ Մինիմալ բան ձեր իսկ հռչակած իրական Հայաստանի տարածքներից, որպեսզի պատկերացնեք դա ինչ տարածքների մասն է խոսքը, տարածքի չափով։ Երևանից մեծ տարածք է զբաղեցնում այն տարածքը, որը որ Ադրբեջանի կողմից օկուպացված է, այսինքն Երևան քաղաքից ավելի շատ հող գտնվում է այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքներից ադրբեջանական վերահսկողության տակ։ Չխոսենք էլ Արցախի մասին։ Ես չեմ խոսում Արցախից այս պահին։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել Արցախի վերաբերյալ, բայց իրենց իսկ հռչակած նարատիվներով իրենք գնում են էլի իրենց աչքին են արդեն դավաճան դառնում։ Իրենց հռչակած գաղափարախոսությամբ են իրենք դավաճան։ Ես չեմ ասում մեր հռչակածով, մեր հռչակածով դավաճան է, բայց իրենք հայտարարում են մի բան, հետո անում են դրա հակառակը։ Այսինքն, երբ որ իրենց դատում ես իրենց օրենքներով, իրենք դատվում են, դրանով էլ են դատվում։ Սիրելի հայրենակիցներ, կանգնեցնելու համար այս կործանարար ընթացքը մարտական եղբայրություն միաբանությունը մշակել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու համար ունենք նաև ձեր ռեսուրսների կարիքը։ Միացեք մեզ, եթե դուք եք կարծում, որ պետք է կանգնեցնել այս ամենը եւ սկսել մի նոր տիպի աշխատանք հայրենապահպան, վերականգնող մեր հայրենիքը եւ ազգային արժեքները պահպանելուն ուղղված ծրագրերով։ Սպասում ենք ձեզ։ Կարող եք նաև բաժանորդագրվել մեր Telegram-յան, YouTube-յան ալիքներին, կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ին, նաև նվիրատվություններ կատարել միաբանություն հիմնադրամի, որպեսզի մենք կարողանանք ամեն օր ավելի շատ կործանել ու ավելի շուտ տեղ հասնել։ Պինդ կացեք։ Պինդ կացեք։ Կացեք։ Վախից վեճ։